Բարև ձեզ, եթերում տարածաշրջան հաղորդաշարն է։ Այստեղ առհասարակ մենք քննարկում ենք աշխարհաքաղաքական գործընթացներ եւ իրադարձություններ, որոնք անմիջական ազդեցություն ունեն մեր տարածաշրջանի եւ Հայաստանի Հանրապետության վրա։ Այսօրվա քննարկման համար սակայն հրավիրել ենք Հայաստանում խորհրդարանական առաջիկա ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ներկայացուցիչների եւ մեր առաջիկա հաղորդումները պետք է տրամադրենք օրենքի պահանջով Հայաստանում առաջիկա խորհրդարանական ընտրությունների մասնակից քաղաքական կուսակցությունների, դաշինքների, նախընտրական ծրագրերի արտաքին քաղաքականությանը վերաբերող դրույթների քննարկմանը։ Այսօր տաղավարում սիրով հյուրընկալել ենք Բոլորին դեմ եմ ժողովրդական կուսակցության ներկայացուցիչ Հովսեփ Ղազարյանին եւ ազգային ժողովրդավարական Բևեռ համահայկական կուսակցության ներկայացուցիչ Ներսես Գևորգյանին։ Շնորհակալություն, պարոնայք, մեր հրավերը ընդունելու համար։ Ես առաջարկում եմ, որպեսզի մենք հավասար ժամանականակով փոխանակվենք կարծիքներով եւ պարոն Գևորգյան, թեւերս սկսենք ձեզանից, կներկայացնեք ձեր քաղաքական ուժի տեսակետները Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունների, քաղաքական առաջնահերթությունների վերաբերյալ եւ առհասարակ ինչը կփոխեիք ներկա արտաքին քաղաքականության համատեքստում իշխանության գալուց հետո։ Ուրեմն նա սկզբի համար եկեք փորձենք վերագնահատենք 91 թվականի ծածկում իրականացած արտաքին քաղաքականությունը։ Ակնհայտորեն այդ քաղաքականությունը հիմնական ուղղությունը հիմնված էր Ռուսաստանի հետ բարեկամական հարաբերությունների վրա, որով մենք տասնամյակներով արդեն գնահատում ենք, որ բանը սխալ ուղղություն է, որը հանգեցնելու է աղետների, ինչը մասնավորապես Արցախի կորստի է հանգեցնելու, ու փաստացի այդ ուղղությունը այսօրվա դրությամբ Ռուսաստանի Ուկրաինայի պատերազմը խրվելու թուլանալու հետևանքով ինքը անհեռանկարային ուղղություն է։ Նույնպիսի անհեռանկարային ուղղություն է մեր կողմից գնահատվում նաև պրոթուրքական քաղաքականություն, որ ներկա իշխանություններն են փորձում իրականացնել, որովհետև Թուրքիան ինքը այն երկիրը չի, որ կարողանա այն պոտենցիալը գեներացնի, որով կարողանա երկարաժամկետ այս տարածաշրջանում իր ազդեցություն ունենա։ Մենք արդեն որոշակի տեղեկություններ ունենք, որ արդեն խոսակցություններ կան, որ Իրանից հետո Թուրքիայի հերթն է գալուս եւ Ամերիկայի իսրայելական բախում հավանական է, որ կլինի ընդդեմ Թուրքիայի, ու այս քաղաքական ուժերը, որոնք հիմա փորձում են Ռուսաստանի փոխարեն Ռուսաստանի հովանավորությամբ Հայաստանում իշխանություն մնան, հիմա փորձում են դա փոխարինել Թուրքիայի հովանավորությամբ կամ Ադրբեջանի հովանավորությամբ Հայաստանում իշխանություն պահելու այդ քաղաքականությունը բոլորն անհեռանկարային ուղղություններ են եւ վաղ թե ուշ իրենք տապալվելու են։ Հիմնական բանը, որ մենք առաջարկում ենք, որ մեր ժողովուրդը իր աչքերով արդեն տեսել է, որ թե Ռուսաստանը, թե Թուրքիան մեր համար չեն կարող պարտներներ լինեն վերջին 20 թվականի եւ 23 թվականի իրադարձությունների ֆոնի վրա, հետեւաբար մենք առաջարկում ենք երրորդ ուղղությունը արևմուտքի օգնությամբ բալանսավորել արտաքին վնասակար ազդեցությունները, գտնելով արտաքին հիմնականում արևմուտքում դաշնակիցների միջոցով կարողանանք մեր անվտանգության խնդիրները լուծել, կարողանանք մեր դրա հիման վրա նաև տնտեսական զարգացման խնդիրները լուծել եւ մնացած բոլոր հեռանկարները աստիճանաբար կարողանանք մեր ժողովրդի համար բացենք։ Սա հիմնականում։ Տեսեք, դուք խոսեցիք արտաքին դերակատարների հետ Հայաստանի Հանրապետության հարաբերությունների վերաբերյալ ձեր տեսակետներ ներկայացրեցիք։ Բայց ինչ վերաբերում է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններին, որոնք պետք է լինեն Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, բնականաբար դիվերսիֆիկացված արտաքին քաղաքականություն, բոլոր կողմերի հետ շահավետ հարաբերություն եւ այլն, բայց Հայաստանից եկող արտաքին քաղաքական ազդակը ձեզ ինչ պետք է լինի, խնդրում եմ 2 րոպեի շրջանակներում։ Հայաստանից եկող արտաքին ազդակը պետք է լինի, որ առաջին հերթին Հայաստանի Հանրապետությունը այսուհետև պաշտպանելու է, առաջամղելու հայ ժողովրդի շահերը, Հայաստանի քաղաքացիների շահերը։ Շատ լավ։ Այսինքն առաջնային խնդիրը լինում է ինքնիշխանության հարցը։ Հայաստանի ինքնիշխան վարքը պետք է լինի բոլորին ակնհայտ պետք է լինի արտաքին քաղաքականության մեջ։
նպատակները ծրագրի ինքնիշխանությունը հասկացանք յուրաքանչյուր երկրի արտաքին քաղաքականություն ունի մի շարք դասական նպատակներ, օրինակ Ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ ձեր տեսակետը արտաքին քաղաքականության ուղեծրի մեջ ինչ դիրք պետք է ունենա։ Սա օրինակներից մեկը կարող է լինել։ Արցախի մասնավորապես Ադրբեջանի վերաբերյալ քաղաքականությունը մենք պնդում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը միջազգային իրավունքի հիման վրա չի կարող լինել երրորդ կամ չորրորդ հանրապետություն առանձին, այլ ինքը կարող է մենակ Ղարաբաղի Հանրապետության իրավահաջորդը լինի։ Դա բխում է միջազգային կոնվենցիաներից, դրույթներից, թե ինչն է իրենից ներկայացնում պետությունը, ոնց է իրավահաջորդությունը տեղի ունենում եւ այլն եւ այլն։ Դրա հետևանքով միջազգային իրավունքից բխով դա նորմալ։ Հայաստանը հանդիսանում է ուզի թե չուզի Ղարաբաղի Հանրապետության իրավահաջորդը։ Հայաստանի վերաբերյալ թե իր սահմանները որոնք են, որի վրա ինքը տիտղոս ունի, որի վրա ինքը չունի, մասնավորապես Ադրբեջանի այդ սահմանները որոշվել են ազգերի լիգայի հատուկ հանձնաժողովի, որը պետք է որոշեր Հայաստանի սահմանները Ադրբեջանի մասնավորապես այդ հանձնաժողովի որոշմամբ ներկայացված է, որտեղ Հայաստանի Հանրապետության մաս են հանդիսանում Նախիջևանը, Արցախը եւ Գարդմանքը։ Մենք այդ միջազգային հաստատուղթը տանում ենք միջազգային դատարան, ՄԱԿ-ի միջազգային դատարան, միջպետական դատարան ավելի ճիշտ։ Այդ դատարանում հարցը բարձրացնում ենք, ունդեղ պարզում ենք, իրոք այդ տարածքները պատկանում են մեզ, թե չեն պատկանում։ Այդ դրա որոշումը, դատարանի որոշումը վերցնելով, մենք բոլոր բաները պարտների հետ, երբ որ Ադրբեջանը գնում է հայտարարում, որ Արցախը ասում է բանը Հայաստան, Ադրբեջանի մասը, ասում ենք չէ, այս որոշման հիման վրա Արցախը չի հանդիսանում եւ արդեն մնացածը արդեն ժամանակի հարց է, երբ կարողանանք մենք ասենք բավարար աշխարհական պոտենցիալ ձևավորենք, որի օգնությամբ ես իմ համոզմամբ մենք 90-95% հավանականություն ունենք, որ խաղաղ միջոցներով կարողանանք պարտադրենք Ադրբեջանին հետ բերելու մեր տարածքները։ Շատ լավ։ Պարոն Ղազարյան, ձեր կուսակցության մասով խնդրում եմ արտաքին քաղաքականության հիմնական գծերը, նպատակներ, առաջադրանքներ, քաղաքական առաջնահերթություններ։ Բոլորին դեմ եմ կուսակցությունը արտաքին քաղաքական ոչ մի օրակարգ չունի։ Բոլորին դեմ եմ կուսակցության օրակարգը ծրագրային 3 կոնկրետ կետեր են, որոնք վերաբերվում են ընտրական process-ներին, որոնք վերաբերվում են ընտրական մեխանիզմի փոփոխությանը։ Հարգելի զրուցակիցը, այո, լավ գաղափարներ ասեց, շատ գեղեցիկ գաղափարներ ասեց, բայց դա մնալու է ֆիկցիա այնքան ժամանակ եւ իրենց կուսակցությունը մարգինանալու է այնքան ժամանակ, քանի դեռ այս խոսույթը նրանք չեն տեղափոխել ազգային ժողով ու ինստիտուցիոնալ դաշտ դեպի։ Իսկ դա անելու համար անհրաժեշտ է իրականացնել բոլորին դեմ եմ կուսակցության ծրագրային 3 կետերը, որի հիմնական շահառուն դառնալու է նաև ազգային ժողովրդավարական բևեռը, որպես փոքր ուժ, ով հնարավորություն կունենա այդ 1%-ի շեմի շնորհիվ անցնել ազգային ժողով, ներկայացնել իր տեսակետը, բայց քանի դեռ այս փոփոխությունները իրականացված չեն, հայկական քաղաքական կյանք, փոքր ուժերի ինստիտուցիոնալ քաղաքական կյանք մտնելը սահմանափակված է, այս գաղափարները դուրս են մնալու մեր խոսույթից եւ քիչ-քիչ մարգինանալու են եւ մղվեն երկրորդ պլան, ինչը լավագույնս մենք տեսել ենք ազգային ժողովրդավարական բևեռի դեպքում, երբ մի քանի անգամ մասնակցել է ընտրություններին, հավաքել է 1%, 1.5%, չի կարողացել հաղթահարել այդ 5%-անոց շեմը եւ փաստացի այս մարդկանց առողջ գաղափարները ուղղակի մարգինալացել են, դա խոսում է այն մասին, որ այս քաղաքական համակարգը փոխել է պետք։ Եթե այս փոքր ուժերը խելացի գտնվեին այս ընտրություններին, պետք է սատարեին բոլորին դեմ մի օրակարգը, 100 օրով թույլ տային, որպեսզի մենք ձևավորենք կառավարություն, մաքրենք այս քաղաքական աղբը, երբ իրար համբալ կզսնելուց են խոսում, իրար համբալ են անվանում, որպեսզի դրանից հետո 100 օր հետո առանց վարչական ռեսուրսի ընտրություններ նշանակվեր եւ այս մարդկանց արտաքին քաղաքականության ծրագրերը մարդկանց համար լսելի դառնար։ Քանի քաղաքական խոսույթը իջած է կզսնելու համբալը դու ես, չէ դու ես մակարդակին, ոչ մի արտաքին քաղաքական ծրագիր ուղղակի չի կարող հասանելի դառնալ ժողովրդին։ Ոչ մեկ չի քննարկելու միջազգային ատյաններում Արցախի հարցի խնդիրը
քանի որ այն ներքին ատելությունը, ինչը սերմանվում է, ինչը գեներացնում է, խլացնում է ցանկացած խելացի միտք, ցանկացած խելացի գաղափար։ Ուստի բոլորին դեմ եմ կուսակցությունը այս ամեն ինչը հասկանալով, վերլուծելով 21 թվականի ընտրությունների արդյունքները, երբ 20% քաղաքացիների ձայները ուղղակի փոշիացվեցին, երբ ազգային ժողով անցավ ընդամենը 2 ուժ, այն երրորդ ուժին բոնուսներով անցկացրեցին, մենք այս ամեն ինչը վերլուծելով հասկացել ենք, որ մեր խնդիրների հիմնական պատճառը գալիս է ընտրական համակարգից, պետք է փոխել ընտրական համակարգը, բոլորի համար սահմանել արդար խաղի կանոններ, որից հետո նոր Հայաստանում հնարավոր է նոր քաղաքական միտք գեներացվի։ Ոնց է ստացվում, որ 20 թվականից հետո այն աղետի միջով, որ անցել ենք մենք, Արցախի հայաթափումից հետո տարածքային կորուստներից, ջերմուկում, Վարդենիսում, ներքին հանդում, Տավուշում գյուղերի զիջումից հետո ազգային ժողովում ոչ մի քաղաքական միտք չի գեներացվել։ Ազգային ժողովը մնացել է հների նախկինների, ներկաների դավաճան փչացած թալանչի խոսույթի մեջ։ Եթե 21 թվականին մեր այս առաջարկը օրինակ 1%-ի շեմը իջեցված լիներ, հավելյալ 5 ուժ անցնելու էին ազգային ժողով, առողջ ուժեր էին անցնելու ազգային ժողով, առնվազն 3-ը առողջ ուժեր էին լինելու, եւ ազգային ժողովի ամբիոնից հանրությունը ալտերնատիվ քաղաքական միտք էր լսելու, բացի այդ ներկա դավաճան նախկին գող խոսույթից։ Շատ լավ։ Հիմա ձեր կուսակցությունը այս ընտրություններին 3 հիմնական ծրագրային կետով է հանդես գալիս խոշոր հաշվով, բայց բնականաբար որպես քաղաքական ուժ վստահ եմ, որ ունի արտաքին քաղաքականության տեսլական, որը որ կփորձենք հասկանալ կամ ձեր տեսակետները լսել արդեն հաջորդի քաղաքական ուժը չունի որևիցե արտաքին քաղաքական տեսլական եւ չի կարող ունենալ որևիցե քաղաքական տեսլական արտաքին, քանի որ մեր ուժի մեջ տարբեր մարդիկ են միավորվել մեր 3 ծրագրային կետերի շուրջ, դրանք են ընտրական շեմը իջեցնել 1%, կայուն մեծամասնության դրույթի վերացում, որը այսպես ասած շեղրժի կոստյումն է, երբ այդքան ձայներ չունեցող քաղաքական ուժը կարող է երկրորդ փուլում ստանալ մեծամասնություն ու ամբողջ այդ ձայները, ենթադրենք 20% ձայն ունեցողը գնա երկրորդ փուլ եւ պարզ մեծամասնություն ստանալով երկու ուժ, երբ որ անցնում են երկրորդ փուլ, այդ պարզ մեծամասնություն ստանալով ստանա 52% ձայն։ Սա պարլամենտական կառավարման համակարգի համար ուղղակի աղետ է։ Երրորդ կետը դա բոլորին դեմ եմ քվեաթերթիկի մտցնելն է։ Մեր ուժը իր օրակարգը իրականացնելուց 100 օր անց կազմալուծվելու է, չի մասնակցելու այլևս այդպիսի ուժ չի լինելու եւ ապահովելու է առանց վարչական ռեսուրսի ընտրությունների անցկացումը եւ այդ 100 օրից հետո ընտրություններին արդեն ներկայանալու է բոլորին դեմ եմ քվեաթերթիկը, որին կողմ քվեարկելու դեպքում ազգային ժողովում համալրվելու են այդ մանդատները, բայց մարդիկ չեն ներկայացնելու եւ այդ մանդատները դեմ են քվեարկելու բոլոր օրինագծերին։ Պարոն Գևորգյան, դուք ձեր խոսքի մեջ ակնարկեցիք Թուրքիայի նկատմամբ արևմտյան քաղաքական կուրսի հնարավոր փոփոխության տարբերակներ։ Եթե մեկնենք այն հանգամանքից, որ արտաքին քաղաքականության կազմավորման, գործառնման համատեքստում, մանավանդ ներկա աշխարհական պայմաններում էներգետիկ քաղաքականությունը, լոգիստիկ ուղիները, միջանցքային տարբեր տրամաբանություններ ունեն որոշիչ նշանակություն, ապա թե մենք այսօր օրինակ աչքի ենք անցկացնում Եվրոպական միության Global Gateway ծրագրը կամ Սևծովյան տարածաշրջանում Եվրոպական միության ռազմավարական մոտեցումները, այնտեղ ակնհայտ է դառնում, որ Սևծովյան տարածաշրջանը, Թուրքիան, Հարավային Կովկասը առանցքային կարևորություն են ունենում Առաջավոր Ասիա Եվրոպական միության կապի, էներգակիրների տարանցման, լոգիստիկ ուղիների, նույնիսկ էլեկտրաէներգիայի տարանցման համատեքստում։ Այս դեպքում օրինակ դուք ինչպես եք կանխատեսում Արևմուտք-Թուրքիա հարաբերությունների լարում այն պայմաններում, որ եւ իմ նշած փաստաթղթերում եւ բազմաթիվ այլ փաստաթղթերում Թուրքիան առանցքային դերակատարություն է ստանձնում այդ լոգիստիկ ճանապարհների գործառնման համատեքստում։ Չէ, կա ձևի բաներ, ասենք մտքեր, նույն Ամերիկայում ասենք միտք կա, որ Ամերիկան ենթադրենք ինքնամեկուսացման քաղաքականություն իրականացնելու հետևանքով որոշակի տարածաշրջաններում իրան կողմից նայողները այնքը բան անելու, նշանակելով կոպիտ ասած ժողովրդական լեզվով,
մասնավորապես Մերձավոր Արևելքին փորձում են առաջ տանել որպես Թուրքիան, որպես այդ տարածաշրջանի ոստիկան հանդիսացող պետություն, որը իր պոտենցիալով, չգիտեմ, գիտե արտադրական կարողություններով հնարավոր է, որ այդ բեղը կարողանա Ամերիկայի ամենից իրականացնել։ Բայց այդ հասկանալի է, որ այդ ամենին այդ ֆունկցիան բանը ինքը Ամերիկայի վերահսկողությամբ է իրականացնելու։ Բայց խնդիրը կհանում է նրանում, որ մասնավորապես, ասենք, շատ հետաքրքիր է, ասենք, Եվրոպայի համար մուտքը դեպի Միջին Ասիա։ Միջին Ասիա տարածաշրջան մուտք անելու համար կյանքը ցույց է տվել, որ ամենաապահով ճանապարհը դա Հարավային Կովկասով է։ Իսկ մինչև Հարավային Կովկաս հասնելու համար Մինչև Հարավային Կովկաս հասնելու համար Սև ծովով պետք է բնական անցնել։ Սև ծովի որ ափերով Ինչ պարտադիր ափերով։ Նայեք, բանը ի տեսակետից ես կոնկրետ բան Սև ծովի վերաբերյալ միջազգային իրավունքի տեսակետից հատուկ պայմանները չգիտեմ, բայց ընդհանրապես բանով ծովերի մասին վերաբերյալ պետությունների տարածքը 200 կիլոմետրից այդ բացառիկ տնտեսական զոնան է, դրանից այնքան բան չկա, էլի։ Սև ծովը հաստատ 200 կիլոմետրից շատ ավելի շատ է, այնտեղ բոլորը կարող են, ասենք, չգիտեմ, Բուլղարիայից կամ Ռումինիայից հաստատ կարող են գան դեպի Վրաստան եւ հակառակ ուղղությամբ։ Տեսեք, գրական ծովն էլ այնց մոտիկ չի, բայց դա չի խանգարում, որ ռուսական տանկերները միջերգրական ծովում խորտակեն կամ Անգլիայի ափերի մոտ ԱՄՆ-ն բերման ենթարկի միջազգային իրավունքի վրա հենվել է աշխարհակաղակական դու ասում ես, երբ որ արդեն որոշ պետություններ աշխարհակաղակական իրենց պոտենցիալը գեներացնելու, խափանելու համար այդ ծրագրերը։ Բնական է այդ աշխարհակաղակական պոտենցիալ փորձող գեներացնողներին այդ բանը իրականացնելու են, եթե ուզենան տես մի հատ խոշոր ծրագիր, վստահելի ծրագիր իրականացնեն, այդ խաղացողներին պետք է շարքից անեն, նոր կարողանան իրականացնել։ Մասնավորապես, չգիտեմ, Ռուսաստանը կլինի, Թուրքիան կլինի, թե որովհետեւ մի հատ ուրիշ խաղացող կլինի, իրանք ենթարկեցնելու են այդ պետությանը, հետո են անելու։ Դրա մասին չենք խոսում։ Մենք խոսում ենք վերադառնալով իրավական հարաբերություններին։ Դուք ինչպես եք պատկերացնում Հայաստան-Թուրքիա հարաբերությունը, որտեղ Թուրքիան ակնհայտորեն դերակատար պետություն է մեր տարածաշրջանում լայն առումով, Հայաստանի հարևան պետություն է, եւ Հայաստանի Հանրապետությունը պետք է որոշակի քաղաքական կուրս ունենա Թուրքիայի հետ։ Խնդրեմ ներկայացրեք այդ քաղաքական կուրսը ձեր ուժի տեսանկյունից։ Իմ համոզմամբ, որպեսզի Հարավային Կովկասով իրենք կարողանան ճանապարհ ունենան արևմուտքից դեպի Միջին Ասիա, հերթով, որպեսզի կարողանան իրենք ունենան, պետք է Հարավային Կովկասով իրենք ունենան։ Այդ ճարտարապետությունը կառուցվում է հիմնակարը Հայաստանն է։ Հայաստանը ինչպիսի ուղղություն, որ որդեգրում է, այս ամբողջ տարածաշրջանը Էրզևի ուղղություն որդեգրում է։ Այսինքն Վրաստանն ու Ադրբեջանը ստիպված են լինում այդ ուղղությամբ այդ նույն քաղաքականությունը իրականացնել։ Եթե Հայաստանը գնում է դեպի արևմուտք, Վրաստանն ու Ադրբեջանը նույնպես գնում են արևմուտք։ Եթե մենք հատնում ենք արևմուտքի այդ զոնայում, բնական է իրանք ավելի իրենց մուտք գործելու համար հիմնական խարիսխը, որի միջոցով իրենք կարող են այս տարածաշրջանը շարունակեն բաց պահեն, Հայաստանն է ներքաղաքական խաղացողներից։ Շրջապատող երկրներից, Իրանից, Թուրքիայից եւ Ռուսաստանից, նրանց հետ արդեն խնդիրները ուրիշ ձևով են լուծվում, աշխարհակաղակական ճնշումներ բանեցնելով այդ երկրների վրա։ Ասացիք հերթով, բայց իմ հարցին չպատասխանեցիք։ Որը Թուրքիայի հետ Հայաստանի արտաքին քաղաքականության կուրսը ինչպես եք պատկերացնում։ Սահմանը պետք է բացվի, չբացվի, ինչ առաջնահերթություններով, դիվանագիտական հարաբերությունները հաստատելու համար նախապայմաններ պետք է լինեն, չպետք է լինեն, տնտեսական քաղաքականությունը ինչ բնույթ պիտի կրի, դա պիտի լինի պրոտեկցիոնիստական, չպիտի լինի։ Նայեք, հիմա մեր համար օրինակ մասնավորապես գյուղատնտեսության առումով, եթե ազատախնդիր լինի Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ, քանի որ Թուրքիայում բնակարանական գոտիները ավելի շատ են, ու իրենց արտադրական ծավալները շատ ավելի շատ են, մեծ հավանականությամբ մեր մոտ գյուղատնտեսությունը սնանկանալու է։ Ու դա խնդիրը աշխարհի բոլոր պետություններին, որ ուսումնասիրենք, ամենապրոտեկցիոնիստական շուկան, որը գոյություն ունի բոլոր երկրներում, համար առաջինը գյուղատնտեսությունն է։ Բնական է մենք էլ այդ քաղաքականությունը պետք է իրականացնենք։ Իսկ հարաբերությունների հաստատման տեսանկյունից հարաբերություններ հաստատելը այդ
մանր հարց է, որը կարելի է եւ անել եւ կարելի է եւ չանել։ Ասենք Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունների հաստատումը մանր հարց է այդ տեսանկյունից։ Այո, դուք դիվանագիտական հարաբերություններ չեք իրականացնում այս 30 տարի պաշտոնական հարաբերություններ չունենք, բայց ինչ որ ձևի հարաբերություններ այդ երկրի հետ կան։ Մեր հետ ավելի հեշտ է այն պետությունը, որը մեր համար ճշնամի է հանդիսանում, ագրեսիվ քաղաքականություն է մեր նկատմամբ իրականացնում, ավելի հեշտ է այդ պետության հետ մենք միջնորդավորված խոսանք, որ այն պետությունների միջոցով, որոնք կբալանսավորեն մեր հարաբերությունները Թուրքիայի հետ։ Մասնավորապես այդպես լիքը երկրներ կան Եվրոպայում, ԱՄՆ-ն եւ օրինակ Իրանը, նույն ձևի դեր կարող խաղալ Հնդկաստանը։ Իսկ անհանգստություն ունեք կամ չունեք, որ այդ երկրները, ում միջնորդությամբ մենք կարող ենք Թուրքիայի հետ հարաբերվել, Հայաստան-Թուրքիա միջնորդավորված հարաբերությունները կարող են ծառայեցնել իր իրենց։ Իհարկե իրանք շահից ելնելով են այդ հարաբերությունների մեջ մտնելով։ Բնական է դա։ Բայց խնդիրը կայանում է նրանում, մեր անվտանգությունը ապավելի տեսակետից, երբ որ դու քո կախվածությունները շատ ես անում, ասենք ես օրինակ 4 պետություն թվարկեցի, չէ՞։ Եթե պետություններից մեկը ինչ որ մի հատ քո նկատմամբ ինչ որ տակտիկական նպատակներով իր ռազմավարական շահ մեր հետ հարաբերությունների անտեսումը փորձում է տակտիկական նպատակներով մեզ վնաս տայի շահ Թուրքիայի, այդ ժամանակ մնացած պետությունների օգնությամբ դու փորձում ես բալանսավորել այդ իրավիճակը։ Okay։ Քաղաքականությունը հիմնականում բալանսավորելու միջոցով է։ Դու պետք է կարողանաս իդենտիֆիկացնես պոտենցիալ քո ռազմավարական դաշնակիցներին, դրանց միջոցով կարողանաս կառուցես այն անվտանգության համակարգը, դիվանագիտական անվտանգության համակարգը, որի միջոցով դու կարողանաս այդ քո խնդիրները լուծես։ Անվտանգության կոմպոնենտը ունի նաև ներքին անվտանգության բաղադրիչ։ Դու պետք է այնքան ինքնիշխան լինես, որ կարողանաս ինքդ քեզ թույլ տաս քո բանակը ունենաս, քո ուզած զենքը ուզենաս գնես քո պարտներներից, կարողանաս քո անվտանգության քաղաքականությունը քո երկրում կարողանաս իրականացնես, քո ժողովրդին թույլ տաս խոսաս, դու ուզում ես Մասիսը սիրես, թե չես ուզում Մասիսը սիրես կամ եւ այլն նման բաներ։ Շատ լավ։ Ահա, քանի որ խոսեցինք Թուրքիայից։ Հիմա ես հարցրեմ ձեր տեսակետը Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին, թե պետք է ներկայացնեք Հայաստան-Թուրքիա տեսակետը չեմ կարող ներկայացնել, որովհետև մեր քաղաքական ուժը չունի։ Ես կարող եմ, եթե հետաքրքիր է ուտի մասնավոր կարծիքը արտահայտել, բայց այսօրվա բանավեճին ավելի կարևոր է խոսել այն արտաքին քաղաքականության մասին, որը վարում է այս իշխանությունները, որը նոր փորձանք է բերելու Հայաստանի գլխին, ավելի կարևոր եմ համարում այդ թեմայից խոսենք, քան ներկայացրեք ձեր տեսակետերը ընդհանուր արտաքին քաղաքականության համատեքստում։ Ընդհանուր նախ սկսեմ նրանից, որ հարգելի բանախոսը մեր ընտրողներին մի փոքր մոլորության մեջ է գցում, երբ որ ասում է Հայաստանը որ քաղաքական բևեռը ընտրի, Ադրբեջանն ու Վրաստանը նույն քաղաքական ուղղվածությունն են դեպի գնալու։ Հայաստանը հիմա այն իրավիճակում չէ, որպեսզի կարողանա Վրաստանին կամ Ադրբեջանին որևիցե բան թելադրել, Հայաստանը արտաքին քաղաքականության տեսանկյունից գնում է դեպի փակ ուղի, այս բանին, եթե ռեալության տեսանկյունից ենք նայում, մենք տարածաշրջանում ժամանակին եղել ենք ինչ-որ բան թելադրող, բայց հիմա վերածվել ենք ուրիշի արտաքին քաղաքական թեզերը իրականացնող երկրի։ Մենք հիմա քաղաքականություն թելադրողից վերածվել ենք քաղաքականություն սպասարկող, մասնավորապես Ադրբեջանի եւ Թուրքիայի, ինչը նշանակում Արարատը հանել անձնագրերում դրվող կնիկների վրայից, ինչը նշանակում մոռացեք Արարատը, Արագածը հիշեք, սա պատահականություններ չեն, սա արտաքին քաղաքական ճնշումների արդյունք են, ինչը նշանակում Ադրբեջանի կողմից վերջի տարիներին օրինակ ցեղասպանության հարցով նման ագրեսիվ վերաբերմունքը, թուրքերը ավելի քիչ ագրեսիվ վերաբերմունք են դրսևորում ցեղասպանության հիշատակի օրը, քան Ադրբեջանը։ Սա խոսում է այն մասին, որ Հայաստանը այնքան է թուլացել, որ Ադրբեջանը արդեն Հայաստանի ներքին քաղաքականության մեջ դարել է թելադրող գործոն։ Եվ այս իշխանությունները, Նիկոլ Փաշինյանի իշխանությունները այդ թելադրանքին տուրք են տալիս։ Նրանք պարտվել են եւ նրանք ի վիճակի չեն դիմագրավել Ադրբեջանի կողմից եկող ճնշումներին։ Հայաստանին հիմա անհրաժեշտ է ներքին քաղաքական
մաքրում, ուղղակի այս քաղաքական դաշտը, այս իշխանությունը, որը պարտվել է Ալիևին եւ չի կարող այլևս, դա արդեն ապացուցված է, դա ապացուցված է թե 21 թվականի ներխուժումով, թե 22 թվականի Ջերմուկի Վարդենիսի վրա հարձակմամբ, թե 23 թվականի Արցախի հայաթափմամբ, այս իշխանությունները Հայաստանի գլխին, դա նշանակում է անվերջ ենթարկվել Ադրբեջանի ճնշումներին, ինչ է նշանակում հայտարարել, եթե չտայի այդ տարածքները, մեկ շաբաթից պատերազմներ սկսելու։ Սա խոսում է Ադրբեջանի իշխանությունների կամակատար լինելու մասին։ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի իշխանությունների կամակատարն է։ Ալիևը այո, չի պատերազմի, ինչի պետք է պատերազմի, եթե Նիկոլ Փաշինյանը առանց պատերազմի ցանկացած բան, ինչ Ալիևը ուզում է, տալիս է։ Հիմա էլ խոսք է բացվում անկլավների հետ վերադարձնելու մասին։ Հարգելի հայրենակիցներ, եթե Հայաստանը հետ վերադարձնի Ադրբեջանին այսպես կոչված անկլավները, ապա Սյունիքը կտրվելու է Մայր Հայաստանից, Հայաստանը կտրվելու է Վրաստանի հետ սահմանից։ Սա աղետ է լինելու անվտանգային Արցախի Քարվաճարի Լաչինի կորուստից հետո, սա երկրորդ ստրատեգիական աղետն է լինելու, Հայաստանը այլևս չի կարողանալու իր անվտանգությունը ինքնուրույն ապահովել։ Այս իշխանություններին ընտրելով, հիշեք, արդեն պարզ հայտարարել են մարդիկ, որ վերադարձնելու են անկլավները Արցվաշենի դիմաց, Արցվաշենը այս տեսանկյունից որևիցե ռազմավարական ու ստրատեգիական նշանակություն չունի։ Այս իշխանությունների կողմից Տիգրանաշենը վերին ոսկեպարը հանձնելու եւ մնացած անկլավները հանձնելու դեպքում Հայաստանը ավելի խոցելի է դառնալու, քան կար 20 թվականի Լաչինի ու Քարվաճարի հետ վերադարձից հետո։ Շատ լավ, ինչ որ ասացիք, պարզ էին ձեր տեսակետները, բայց արտաքին քաղաքականության այն այսինքն Հայաստանի արտաքին քաղաքականության առանցքը ինչը պիտի լինի, որոնք են մեր համար ամենակարևոր խնդիրը, բացի հարաբերությունների մասով, մինչև արտաքին քաղաքական առանցքին հասնելը, նախ Հայաստանում պետք է ձևավորվի պատասխանատու իշխանություն, այլ ոչ թե մի իշխանություն, որ 21 թվականին կարագա ընտրություններին հելնի խոստանա խափի մարդկանց ասի Շուշի ու Հադրութ եմ հետ բերելու եւ 2 տարի հետո ասի, որ Արցախը մերը չի եղել, Շուշին էլ դժգույն քաղաք է։ Քանի Հայաստանում պարտաճանաչ իշխանություն, պատասխանատու իշխանություն չի ձևավորվել, լուրջ արտաքին քաղաքականության մասին խոսք գնալ չի կարելի։ Քանի բոլորին դեմ է մի 100-օրյա օրակարգը չի իրականացվել, քաղաքական աղբը այս 30 տարվա սուտ խոսանները չեն ուղարկվել թոշակի, Հայաստանում արտաքին քաղաքականության մասին խոսելը ուղղակի ծիծաղելի է լինելու։ Հիմա չեք խոսում արտաքին քաղաքականության առաջնահերթությունից այն նպատակներ, որոնք Հայաստանը պետք է ունենա ձեր քաղաքական ուժի կարծիքով։ Հիմա կամ ձեր կարծիքով։ Այդ քաղաքական կարծիքները զուտ կարծիք ունենալու համար անիմաստ են եւ ժամանակ կորցնել պետք չէ, քանի ներքին քաղաքական դաշտը չի մաքրվել, քանի քաղաքական ուժերը չեն եկել ասել, այս մեր ծրագիրն է 5 տարվա ու իշխանություն ստանալով չեն գնացել այդ ծրագիրը իրականացրել, իմաստ չունի քաղաքական, արտաքին քաղաքական կամ այլ բաների մասին խոսալը։ Եթե գալիս մարդիկ բացահայտություն են խոսում, հետո տրամագծորեն հակառակն են անում, իմաստը ցանկանում ենք նոր ստեր լսել։ Պարզ ձեր տեսակետը։ Պարոն Գևորգյան, խնդրում եմ պատասխանեք, ինչ որ ուզում եք ասեք եւ նաեւ կարճ ամփոփեք անվտանգային տնտեսական առումով Հայաստանի անվտանգության արտաքին քաղաքականության համատեքստում դուք որ բլոկների հետ եք պատկերացնում Հայաստանի, այսինքն պիտի ասեք առաջարկ սա որ խոսեք անվտանգային մասով հապկետ հարաբերությունների ինչ պիտի լինեն առևտրատնտեսական առումով ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունները ինչ պիտի լինեն առևտրատնտեսական մոտարկման տեսանկյունից ԵՄ-ի հետ հարաբերությունները ինչպես պետք է լինեն եւ նաեւ եթե ցանկանում եք կարող եք պատասխանել։ Նախ ես չասեցի, որ Հայաստանը տարածաշրջանում Հարավային Կովկասում թելադրող է եղել, խնդիրը նրանում չի, որ Հայաստանը թելադրումը պետք է լինի, Հայաստանը որ ուղղությունը ընտրի, այն էլ մնացած պետություններն են ընտրել, դուք այդպես եք ասել։ Իսկ թելադրող եղել է։ Թելադրողի հարց չկա, որովհետև Հայաստանը որ ուղղությունը ընտրում է, մնացած երկու պետությունները ոչ թե Հայաստանի պարտադրմամբ են իրենց ուղղությունը փոխում, այլ որովհետև օպտիմալ լուծումը իրենց համար դառնում է այդ ուղղությունը։ Խնդիրը դրանում է։ Հայաստանը չի կարող, ասենք, զուտ դեմոգրաֆիկ իր պոտենցիալով, եթե հաշվենք համատենք Վրաստանի, Ադրբեջանի դեմոգրաֆիկ պոտենցիալի հետ, այնքան պոտենցիալ մի անգամ ստես գեներացնի, որ կարողանա երկարաժամկետ թելադրող լինել։ Լավ,
տարբեր բաների պրոհուսական այդ կազմակերպությունները, որի մաս է կազմում Հայաստանը, ԵԱՏՄ, ԱՊՀ, նաև ՀԱՊԿ, զուտ ՀԱՊԿ-ի աղմով մենք տեսանք, որ ՀԱՊԿ-ը չգործող կազմակերպություն է, ավելի ճիշտ այնտեղ Ռուսաստանի թելադրանքով այդ կազմակերպությունը գործում, ընդհանրապես սպասարկում է Ռուսաստանի շահերը։ Հայաստանի տեսանկյունից այդ կազմակերպությունը, երբ որ իբր թե պետք է օգներ, չօգնեց, բայց ամենագլխավոր խնդիրը, որ ՀԱՊԿ-ը լուծում է Հայաստանի վերաբերյալ, դա որ չի թույլ տալիս, որ Հայաստանը ուրիշ պետությունների հետ կարողանա հարաբերություններ ռազմատեխնիկական, ռազմական համագործակցության խնդիրներ լուծի։ Դա համար առաջին խնդիրը, որ մենք պետք է գանք իշխանության գալով, մենք պետք է պարզապես ՀԱՊԿ-ից դուրս գանք, որպեսզի կարողանանք ուրիշ երկրների հետ կարողանանք հարաբերությունները զարգացնել։ Խնդիրները այդտեղ զուտ տեխնիկական են։ Երբ որ դու ՀԱՊԿ-ի անդամ ես, մասնավորապես մեր հակաօդային պաշտպանության ծառայությունը ինտեգրված է ռուսական հակաօդային պաշտպանության ծառայության հետ։ Դու ո՞նց ես կարողանում, ասենք, չգիտեմ, մի հատ երկրի, ասենք, Լեհաստանի հետ խիստ ծրված հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ, լեհական, ասենք, ինքնաթիռները գան, ենթադրենք զորավարժություններ անեն հայկական օդուժի հետ, իսկ ընդեղ ռուսական հակաօդային հոպն է աշխատում։ Ենթադրենք մենք Ամերիկայից այդ 35-ներ ենք ուզում գնենք, Ամերիկան մեզ ասել է բնական ինչպես Թուրքիայի դեպքում, դուք չեք կարողանա ունենալ, քանի այնտեղ ռուսական հակաօդային պաշտպանության միջոցներ ունեք, դա համար ձեզ չենք տանում։ Խնդիրը, տեխնիկական զուտ խնդիրը, որը թույլ չի արգելակում է Հայաստանի առաջ դռները փակում, ու մենք կյանքը ցույց տվեց, որ ռուսական երաշխիքները ոչ մի բան չեն նշանակում, Ռուսաստանը արդեն այնքան թուլացել, որ իր կշիռը կտրուկ նվազում է եւ ապագայում շարունակելու է նվազել, ու այս խնդիրները բնական է այդ իրավապահմանագրային աղմով այդ ձևով լուծվել են։ Ինչ վերաբերում է աշխարհական զարգացումներին, ես պետք է ասեմ, որ մեր դիտարկումներով ինչ որ մենք տեսնում ենք, մոտակա 10 տասնամյակը ամբողջ աշխարհում պատերազմների ու կոնֆլիկտների սրացումը հլվոր մենք տեսնում ենք, որ տենդենսները ուժեղանալու են, ու այդ հանգուցալու լուծումը լինելու է Չինաստանի հետ հարաբերությունների կարգավորման։ Այս ԱՄՆ-Թրամփ հանդիպումը առաջին քայլն էր այդ կարգավորումը փորձելու իրար միջև կարգավորումը ապահովելու, բայց բնական է հələ խմորը շատ է ջուր խմելու, ու այս կոնֆլիկտներն դեռ շարունակվելու են։ Միջև այն ժամանակ, երբ որ Չինաստանը իր դեմոգրաֆիկ խնդիրներով, որի հետևանքով իր սոցիալ-տնտեսական խնդիրների առաջացմամբ, ինքը մեծ հավանականությամբ այս մոտակա տարիներին մեր աչքի առաջ Չինաստանը պարտվելու է Ամերիկայի հետ մրցակցությանը, ու հետևաբար մենք հեռանկարային ենք համարում համար առաջին գերտերության հետ, ԱՄՆ-ի հետ մեր հարաբերությունները կարողանանք կանոն հիմքի վրա դնել, ու մնացած լրացուցիչ բոլոր խաղացողները, որոնք կան, որոնք մենք համարում ենք ռազմավարական շահերը մեր հետ համակնում են, իրենց հետ հարաբերությունները ձևավորելու։ Մենք ոչ միայն խոսում ենք, բան ենք անում, այլ նաև գործ ենք անում այդ ուղղությամբ։ Մենք լոբիստական գործունեություն ենք ակտիվ ծավալում հատկապես ԱՄՆ-ում եւ Եվրոպայում, ու այդ գործունեության արդյունքներով մենք որոշակի արդյունքներ ունեցել ենք, մասնավորապես երբ որ Բայդենն ու Թրամփը փոխվում են, մենք այդ ժամանակ Ադրբեջանը հայտարարում էր, որ Հայաստանը չպետք է գոյություն ունենա եւ այլ ագրեսիվ խոսույթով ակնարկում էր, որ հարձակվելու է Հայաստանի վրա։ Մենք այդ ժամանակ զգուշացրել ենք մեր միջնորդների միջոցով Թրամփի ադմինիստրացիային, ու իրանք դիվանագիտական միջոցներով զսպել են Հայաստանի վրա հնարավոր հարձակումը։ Ես ուզում եմ ասեմ, որ այսօրվա դրությամբ Նիկոլ Փաշինյանը ամեն ինչ արել է, որ Հայաստանի ներքին պոտենցիալը իր դիմադրողականությունը արտաքին ագրեսիաների նկատմամբ հասցրել է նվազագույնի։ Ինքը ընդհանրապես բանակը պահում է, որպեսզի, ասենք, չգիտեմ, ընտրությունների ժամանակ իր համար քվեարկեն կամ նման բաների համար։ Բայց Հայաստանը շարունակում է գոյություն ունենալ, որովհետև աշխարհի ավելի հզոր, ավելի զարգացած պետություններին Հայաստանը պետք է։ Մենք փոխանցում ենք այդ ինֆորմացիան իրանց, որի շնորհիվ այդ մենք համոզված ենք լինում, որ իրենք այդ Հայաստանի կարևորությունը գնահատում են, արժևորում են, եւ դրա շնորհիվ նաեւ մեր անվտանգությունը կարողանում ենք ապահովենք։ Մենք պատրաստվում ենք, եթե մեր ժողովուրդը մեզ հնարավորություն տա լիազորի, որ մենք պարլամենտում մեր խոսք ունենանք, այս գործունեությունը շատ ավելի մեծ հիմքերի վրա դնենք եւ առաջ տանենք։ Դուք ամփոփելու որևէ բան ունեք։ Այո։
Խնդրեմ, Մեր պարոն։ քաղաքական ուժը մեր քաղաքացիների գլխի տակ փափուկ բաց չի դնում, լուրջ դեմքով չի համոզում, որ մենք ինչ-որ մեկին պետք ենք, քանի մենք ինքներս մեզ չենք վերափոխել, քանի մենք մեր պետական համակարգը չենք կառուցել, քանի մենք մեր բանակը չենք վերակառուցել, քանի մենք պատասխանատու քաղաքական գործիչներ չենք ունեցել, մեր գոյությունը ինչ-որ մեկի քմահաճույքն է լինելու։ Մենք չենք ուզում բախտախնդիր պետություն լինենք ինչ-որ մեկի քմահաճույքից կախված։ Մենք ուզում ենք պատասխանատու քաղաքական գործիչներով համակարգ ստեղծենք, որտեղ ցանկացած քայլ, ցանկացած գործողություն ունենում է իր հետևանքը, ունենում է, եթե լավ քայլ է խրախուսանքը, եթե վատ քայլ է պատիժը, երբ քաղաքական գործիչները չեն գալիս փափուկ բառ դնում քաղաքացիների գլխի տակ, խաբում եւ տրամագծորեն հակառակ բան անում։ Սիրելի քաղաքացիներ, հունիսի 7-ին եկեք ընտրատեղամաս, ընտրեք բոլորին դեմ եմ կուսակցությանը, որպեսզի 100 օրով գանք իշխանության, մաքրենք քաղաքական դաշտը, առանց վարչական ռեսուրսի իրականացնենք նոր ընտրություններ, որպեսզի այլընտրանքային քաղաքական միտքը, նոր առողջ ուժերը տեղ ունենան մեր քաղաքական կյանքում, որ քաղաքական ստախոսները նետվեն աղբաման։ Շնորհակալություն, հիշեցնեմ, որ տաղավարում էին բոլորին դեմ եմ ժողովրդավարական կուսակցության անդամ Հովսեփ Ղազարյանը եւ ազգային ժողովրդավարական ԲՎՌ համահայկական կուսակցության անդամ Ներսես Գևորգյանը։ Մենք առաջիկա թողարկումների ընթացքում հնարավորություն կտանք խորհրդանական ընտրությունների մասնակից քաղաքական ուժերին հանրությանը ներկայացնելու իրենց քաղաքական ծրագրերի այն հատվածները, որոնք վերաբերում են Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության առաջնահերթություններին եւ անվտանգային միջավայրին։ Շնորհակալություն։